Այդ սիմպտոմներն են օրինակ դեմքի ծռվածությունը, հանկարծակի ի հայտ եկած։ Այդ սիմպտոմներից են ձեռքի ոտքի թուլությունը, հանկարծակի ի հայտ եկած։ Հիմնականում դա լինում է մի կողմում, կամ աջից, կամ ձախից։ Բժիշկ, հանկարծակի կարճատև այս պահին զգալը, թե որոշ շրջան զգալ այդ թմրածությունը։ Չէ, ես նկատի ունեմ, որ նախորդ նման խնդիր չի ունեցել մարդը երբեք ու հանկարծ զգում է, որ ձեռքը թուլացավ, կամ հանկարծ տեսնում եմ, որ դեմքը ծռվեց, կամ հանկարծակի ի հայտ է գալիս խոսքի խանգարում, այսինքն լրիվ հարթ տեղը միանգամից ի հայտ է գալիս սիմպտոմ։ Սա նկատի ունեմ, որովհետև քրոնիկական հիվանդություններ կան, որի դեպքում կարող է ձեռքի, ոտքի թուլություն լինի, որը չպետք է դիտարկվի որպես կաթվածի նշան։ Հանկարծակի ասել նկատի ունեմ, որ սիմպտոմը չկար եւ ի հայտ է գալիս։ Եթե հանկարծակի մարդու մոտ ի հայտ են գալիս հետեւյալ սիմպտոմներից որևէ մեկը՝ դեմքի ծռվածություն, խոսքի խանգարում, ձեռքի ոտքի թուլություն կամ թմրածություն, որը հիմնականում մի կողմից է լինում, կամ աջ կամ ձախ, ապա մենք պետք է մտածենք կաթվածի մասին։ Իհարկե կան նաև այլ սիմպտոմներ, օրինակ տեսողության հետ կապված խնդիրներ, քայլքի խանգարում, սրտխառնոց, փսխում, բայց սրանք ավելի նվազեն բնորոշ կաթվածին եւ ավելի շատ այլ հիվանդություններ կան, որոնց ժամանակ այս սիմպտոմները կարող են լինել։ Քայլերի հաջորդականությունը նկատեց ընտանիքը, նկատեց մարդը, ինչ պիտի անի, ում պիտի դիմի։ Առաջինը մինչև նկատելուց առաջ անցնելը ուզում եմ եւս մի քանի կարևոր շեշտադրություններ անել, օրինակ շատ կարևոր է, որ մենք չսպասենք, որովհետև դեպքեր են լինում, երբ որ սիմպտոմները կարող են թուլանալ կամ ինքնուրույն անցնել, բայց մենք պետք է չհանգստանանք եւ պարտադիր պետք է հիվանդը հետազոտվի, պարտադիր։ Նույնիսկ եթե սիմպտոմները կարճատև են, ասենք կես ժամ, 1 ժամ տևող խոսքի խանգարումը պարտադիր ենթակա է նույն հետազոտություններին, ինչ որ եթե սիմպտոմը չանցներ։ Եվ մյուս կարևոր բանը այն է, որ պարտադիր չի, որ այս բոլոր սիմպտոմները միասին լինեն։ Միայն խոսքի խանգարումը բավարար է, որպեսզի մենք կասկածենք կաթվածի մասին։ Եթե կաթվածի մասին կասկածը արդեն կա, բնականաբար ամենաճիշտ ճանապարհը շտապ օգնություն ահազանգելն է եւ տեղեկացնելը, որ այսպիսի սիմպտոմներ կան, որտեվ դա կարող է նպաստել, որ շտապ օգնության մեքենան ավելի շուտ հասնի ձեզ, որտեվ շտապ օգնության անձնակազմը ուսուցանված է, որ այս սիմպտոմները համարվում են խիստ ուրգենտ, խիստ շտապ սիմպտոմներ։ Շտապ օգնությունը ժամանելուց հետո հիվանդին բնականաբար պետք է տեղափոխվի այն հիվանդանոց, որտեղ հնարավորություն կա այս նորագույն բուժումները իրականացնելու։ Երևան քաղաքում օրինակ գոյություն ունեն մի քանի հիվանդանոցներ, թող գովաց չընչի, բայց ես պատրաստվում եմ ասել։ Ես այդ հարցը տալու եի, որ կլինիկաներ կարող են դիմել, թող հարցը ընչի։ Ասեմ, ուրեմն Երևանի բժշկական կենտրոն, առաջին համալսարանական կլինիկա, Աստղիկ բժշկական կենտրոն եւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Ես թվարկեցի ըստ այդ կենտրոնների պետական ծրագրի միացման հաջորդականության, որն էլ կլինի, այսինքն կենտրոնը կարևորը որ պատրաստ լինի այս օգնությունը ցուցաբերել։ Իսկ եթե մարզերի բնակչության մասին ենք խոսում, բնականաբար Երևանին մոտ մարզերը խորհուրդ է տրվում այդ բնակավայրին ամենամոտ հիվանդանոցը գնալ, եթե Երևանին մոտ են։ Օրինակ ասենք, եթե հարավային հատվածներում է Էրեբունի, Էջմիածնիցը, Աստղիկ կամ հյուսիսային հատվածներից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, այսինքն պետք է ընտրել ամենամոտ հիվանդանոցը, որպեսզի ժամանակ խնայենք։ Իսկ եթե մարզերի մասին ենք խոսում, մարզային բժշկական կենտրոն առաջին Գյումրի բժշկական կենտրոնն էր որպես կաթվածի կենտրոն եւ հիմա արդեն տրոմբոլիցիկ թերապիան հնարավոր է իրականացնել նաեւ Վանաձոր բժշկական կենտրոնում։ Երբանից Վանաձորը կարծես թե մեր ինֆորմացիոն առիթն է։ Երբանից Վանաձորում կարծես անցած ամիս, չէ՞։ Մի քանի ամսվա պատմություն ունի, դեռ մենք գործարկման փուլում ենք, դեռ հաղթահարում ենք լոկալ դժվարություններ, բայց յուրախություն բոլորիս արդեն դա տեղի ունեցել է, արդեն 6 հիվանդ ունենք, որոնք որ ստացել են այդ բուժումները եւ լավ արդյունքներ ունեն գրանցված եւ վստահաբար այդ ուղղությունը կզարգանա նաեւ Վանաձորում։ Ցուցումների դեպքում, այսինքն անհրաժեշտության դեպքում նորագույն շատ էֆեկտիվ բուժական մեթոդների կիրառում իշեմիկ կաթվածի ժամանակ։ Ինչ մեթոդների մասին է խոսքը։ Մի դեպքում մենք իշեմիկ կաթվածի դեպքում կատարում ենք տրոմբոլիցիկ թերապիա, դա հատուկ դեղորայքի ներարկում է ներերակային, որը ունի տրոմբեր քայքայելու հատկություն։ Իսկ ինչպես գիտենք, իշեմիկ կաթվածը դա
մի հիվանդություն է, մի վիճակ է, երբ ուղեղը սնուցող անոթներից որևէ մեկը տրոմբով փակվում է եւ ուղեղի այդ հատվածը չի ստանում բավարար արյունամատակարարում եւ վնասվում է։ Հիմա տրոմբոլիտիկ թերապիայի դեպքում մենք հատուկ ներարկում ենք կատարում դեղորայքի երակից, որը հնարավորություն ունի այդ տրոմբը քայքայելու եւ անոթը բացելու եւ վերականգնելու ուղեղի այրան շրջանառությունը։ Դա կանխարգելելու կաթվածը ստացվում է։ Այսինքն չի թողում, որ կաթվածը զարգանա։ Կաթվածը մենք գիտենք երբ է սկսվում, երբ որ անոթը փակվում է, բայց այդ process-ը կարող է ընթանալ մինչև 1 օր, մինչև 1 օր եւ ավել, մինչև ուղեղի վերջնական վնասումը։ Այսինքն երբ այդ անոթը բացվում է խցանված, մենք կաթվածի առաջխաղացումը կանխում ենք։ Սա ժամանակին ռևոլյուցիոն բուժում է եղել, աշխարհում բուժական ստանդարտ է համարվում, 90-ական թվականներից ամբողջ աշխարհում կիրառվում է ցուցման դեպքում իհարկե եւ շատ բարձր արդյունավետություն է ցուցաբերում այս բուժումը եւ փառք Աստծո 2019 թվականից պետության հովանավորությամբ փետրվարի 1-ից արդեն դրա հնարավորությունը կա նաեւ Հայաստանում անելու։ Մյուս մեթոդը բուժական դա վիրահատական բուժում է, բայց խոսքը գնում է ներանոթային վիրահատության մասին, այսինքն ուղեղի բաց վիրահատություն չի։ Ներանոթային ճանապարհով մենք հասնում ենք ուղեղը խցանած, ուղեղի անոթը խցանած տրոմբին եւ այդ տրոմբը մեխանիկորեն հեռացնում ենք։ Վիրահատությունը կոչվում է մեխանիկական տրոմբեկտոմիա։ Այսինքն կաթվածի պետական ծրագիր ասվածը դա պետության միջոցներով այս երկու մեթոդների կիրառումն է բոլոր այն դեպքերում, երբ որ հիվանդը ունի դրա կարիքը։ Եթե հիվանդը իհարկե Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Բժիշկ հասունանում է միանգամից հարցը, որ դեպքերում մարդիկ ունեն դրա կարիքը, ինչից հասկանան, որ ունեն եւ ընտանիքի անդամները եւ արդյոք այս խնդիրը ավելի շատ հանդիպում է 60-ից հետո, որպեսզի թիրախային լինի նաեւ մեր ունկնդիրների համար, թե մենք էլ վախենանք, զգուշանանք։ Ամեն դեպքում ես չեմ ուզում, որ մենք վախենանք։ Կաթվածը իհարկե ավելի շատ հանդիպում է ավելի տարիքով մարդկանց մոտ, չնայած մենք միշտ փորձում ենք հասարակությանը տեղեկացնել, որ միշտ չէ, որ տարիքով մարդիկ են կաթվածով հիվանդանում, բավական շոշափելի տոկոս մարդիկ նաև ոչ շատ մեծ տարիքում են ունենում կաթված, բայց ընդհանուր առմամբ իհարկե կաթվածը դա տարիքով մարդկանց հիվանդություն է։ Ինչից հասկանան մարդիկ, ինչից զգուշանանք եւ ինչը նկատելով ամիջապես դառնանք այս ծրագրի շահառու։ Սիմպտոմների մասին հասարակությանը տեղեկացնելը շատ կարեւոր է, ինչի համար, որովհետեւ մենք ունենք բավական սահմանափակ ժամանակ, որպիսի այդ փակված անոթը բացենք, որովհետեւ ուղեղը, քանի որ շատ մեծ պահանջարկ ունի թթվածնի, նա արագ սկսում է վնասվել։ Նույնիսկ 15 րոպեն շատ մեծ բան է փոխում այս գործում։ Դրա համար շատ կարևոր է, որ հանրությունը իմանա այն սիմպտոմները, որոնց հանդիպելիս պետք է մտածել կաթվածի մասին։ Կաթվածի ծրագրի մասին շատ է խոսվել, ինչպես արդեն քննարկեցինք, հիմնական կետերով նշեք ծրագրի էությունը, ամենակարևորը որ դա պետական հովանավորությամբ գործող ծրագիր է ու այսօր ինչ փուլում եք եւ զարգացման ինչ հեռանկարներ կան։ Այո, ճիշտ է, կաթվածի պետական ծրագիրը կամ ստրոկ ծրագիրը դա կարևոր նշանակություն ունեցող ծրագիր է, որը Հայաստանում սկիզբ դրվեց 2015 թվականի փետրվարի 1-ից